Մեր ոչը մեր անվստահությունն է Սերժ Սարգսյանին, մեր անվստահությունն է իշխող վարչախմբին, դեկտեմբերի 6-ը անվստահության հանրաքվեի օր է։ Մի կողմից Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի ծրագրով դեկտեմբերի 1-ից սկսվող աննազանդության խաղաղ քայլերով Սերժ Սարգսյանին եւ նրա վարչախմբին հեռացնելու, իսկ մյուս կողմից հանրաքվեին մասնակցելու եւ ոչ ասելու գործընթացները ակցանի նման իրենց մեջ են առնելու վարչախմբին։ Խոսք եմ ուզում ասել, որտեղ այս ժամանակահատվածում կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել նախորդ հանրահավաքից հետո։ Առաջին, սուտ է, որ ընդդիմությունը միասնական չի գործում։ Այն քարոզչությունը, որը տարվում է իշխանության կողմից, որ ընդդիմությունը տարանջատված է գործում, դա ամբողջովին հերյուրանք է։ Եվ Նոր Հայաստանը, եւ չեք անցկացնի, եւ միասնական շտաբը ոչի։ Մենք բոլորս միասին համախմբված աշխատում ենք։ Մի անեկդոտ պատմեմ ձեր թույլտվությամբ։ Նոր սերունդը երևի չէ հիշի, Երևանում տրամվայներ կային առաջ։ Ուրեմն մեկի մարդը մեծ կբռնած տուն է գալիս, կինն ասում է ինչ եղել այ մարդ, ասում է դե սխալ տրամվայ նստեցի, ժողովուրդը հրեց տարավ, մի խոսքով տրամվայը գնաց հասավ Ձիարշավարանի մոտ, Ձիարշավարան էլ կար, հիմա էլ կա։ Ասում է հետո այ մարդ, ասում է դե հրեցին իջեցրեցին այդ տրամվի միջից, հետները մտցրեցին Ձիարշավարան մրցումներ էին։ Ասում է հետո Դե ասում է կանգնած նայում էինք, տոմսը ձեռիցս ցած ընկավ, ասում է բա վերջը մեջքը տնչի է ցավում, ասում է կռացա որ վերցնեմ այդ տոմսը, թամբը դրեցին մեջքիս։ Ասում է հետո ասում է ինչ հետո երրորդ տեղն ընկա։ Ուրեմն այս ռեժիմը հազար ներողություն ձեզ, մեզ, բոլորիս, մեր մերձավորներին, շարունակ թամբել է ու թամբած է պահել, որտեղ տոմսը լավ չեն պահել ձեռքերս ըստ երևույթին կամ սխալվել ուրիշ տրամվայ ենք նստել։ Հիմա եկել է մի բան, երբ պիտի կարողանանք ապացուցել, որ մենք ենք իրենց թամբողը եւ ոչ թե իրենք են մեզ թամբողը։ Մենք բոլորս հավաքվել ենք եթե շատ պարզ ճշմարտության համար, հարկավոր է ամեն ինչ անել Սերժից պրծնել։ Եվ դեկտեմբերի 6-ին կա հնարավորություն, որպեսզի մենք ոչ ասենք, ազգովի կանգնեք ասենք, դու եք քո սահմանադրություններ մեզ պետք չեք, ուր որ եղել ենք ժողովուրդը շատ լավ է հասկանում, շատ լավ գիտի ինչ է տեղի ունենում։ Բոլորը գիտեն, որ այստեղ սահմանադրության խնդիր չկա, այստեղ իրավական խնդիր չկա, ընդհանրապես Սերժ Սարգսյանը կամ քարտայտել է շարունակի, կամ սրան կողմ ես, կամ սրան դեմ ես։